Իրանի ու Իսրայելի օդային դաժան բախումները շարունակվում են արդեն 7 օր է։ Իրանը մոտ 30 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, իրանական օդուժն այսօր կիրառել է երկաստիճան գերծանր բալիստիկ հրթիռ։ Տուժել է Իսրայելի Բեեր Շևա քաղաքի հիվանդանոցը, 25 մարդ է վիրավորվել։ Սորոկա բժշկական կենտրոնը ևս հրթիռների բաժին է դարձել։ Իսրայելական տարբեր քաղաքներում հզոր պայթյունների ձայներ են լսվել, իրանական լրատվամիջոցները գրում են, որ տասնյակ շենքեր են ավերվել։ Իռնագործակալությունը հայտնում է, որ Իրանի հիմնական թիրախներն են Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության և հետախուզության շտաբները։ Հրթիռային հարձակումները կլինեն ռազմավարական և երկարատև։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը զգուշացրել էր, որ դժոխքի դարպասները կբացվեն ձեր առաջ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի որոտացող հրթիռները թույլ չեն տա ձեզ 1 րոպե անգամ անցկացնել ձեր ստորգետնյա ապաստարաններից դուրս։ Արդեն քանի օր է դուք արևի լույս չեք տեսել։ Վստահ եղեք, կարմիր տագնապի ձայնը 1 րոպե անգամ չի դադարելու։ Ամբողջովին ավերվել է նաև Իսրայելի Ռամաթ Գանի ֆոնդայի բորսայի տարածքը, շենքում ապակի չկա, որ փշրված չլինի։ Առավոտյան 7-ից ուժեղացել են նաև Իրանի վրա գրոհները։ Օդային տագնապի ազդանշան է միացել մայրաքաղաք Թեհրանում։ Իրանում արդեն 639 մարդ է զոհվել, այդ թվում տասնյակ կանայք ու երեխաներ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Նեթանյահուի հետ հրաման են տվել ուժգնացնել Թեհրանում ռազմավարական և կառավարական թիրախների ուղղությամբ հարվածները։ Իսրայելը հարվածել է Իրանի Արաք քաղաքում գտնվող ծանր ջրի ռեակտորի տարածքին։ Մեհեր գործակալությունը վստահեցնում է, որ ռադիոակտիվ աղտոտման ռիսկեր չկան։ Սարքավորումները նախապես տեղափոխված են եղել։ Հրթիռակոծվել է նաև Քարաջ քաղաքը, Թեհրանում գտնվող ոստիկանության շենքը։ Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ Թրամփը նախնական համաձայնություն է տվել հարվածելու Իրանի ռազմական ծրագրին, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Նա հույս ունի, որ պատերազմին միջամտելու սպառնալիքով կկարողանա ստիպել Իրանին ընդունել Միացյալ Նահանգների պայմանները։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։